Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ազգային ժողովի նախկին պատգամավոր, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Լրատվամիջոցներին հայտնել է կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նախաքննության շահերից ելնելով կառույցը այլ տեղեկատվություն չի տրամադրել եւ դեռևս անհայտ է թե կոնկրետ ինչ մեղադրանքով են բերման ենթարկվել նախկին պաշտոնյաները։ Հայաստանի վարչապետը ազգային բարերար Սամվել Կարապետյանի հասցեին հնչեցրած հերթական հայտարարությամբ քաղաքացիներին նոր շոկի է ենթարկել։ Մեր պետության նախկին ղեկավարներից ոչ մեկ հրապարակային նման բառերով երբևէ չի դիմել որևէ մեկին։ Եթերային էթիկան մեզ նույնպես թույլ չի տալիս հրապարակել Նիկոլ Փաշինյանի խոսքի այդ հատվածը։ Կալուգացի Սամվելը իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ։ Վախենում եմ միջև տարվա վերջ միլիարդատերից դառնաս։ Անհնար ու անհավատալի վիրավորական արտահայտություններով իր ընդդիմախոսների հետ խոսող Նիկոլ Փաշինյանին ուժեղ Հայաստանի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է պատասխանել։ Թե ինչա լինում, երբ հոգով դառնում է վարչապետը։ Դա օրինակ վարչապետի խոսի թե ժողովուրդ։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Արդյոք պետական եկամուտների կոմիտեն հրահանգ ստացել է նոր ստուգումների գնալ ազգային բարերարի բիզնեսներում։ Պետ նախագահը սկզբում ասել է, որ նման հանձնարարություն ինքը չի ստացել, նաև չի լսել Հայաստանի վարչապետի արտահայտությունները։ Նման հանձնարարական ես չունեմ, ընդ որում էլի ասեմ, առավոտից քանի որ զբաղված եմ եղել, չեմ լսել նման արտահայտության մասին։ Հետո պետ նախագահը պնդել է, որ իր ղեկավարած կառույցը հարկային տեռոր երբեք չի արել։ Չեն եղել նման բաներ։ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա եղբայրների միջև տեղի ունեցած միջադեպի գործով քննիչներից եւս մեկը լքել է զբաղեցրած պաշտոնը։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նախորդին հրաման է ստորագրել Երևան քաղաքի կենտրոն եւ Նորքմարաշ քննչական 3-րդ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանին աշխատանքից ազատելու հրամանը։ Նշվում է, որ ազատման հիմք է հանդիսացել իր իսկ գրավոր դիմումը։ Ավելի վաղ այս գործով պաշտոնից ազատվել է նաեւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մեկ այլ քննիչ Հակոբ Կոխյանը։ Ներքին անվտանգության վարչությունը նրա նկատմամբ ծառայողական քննություն էր սկսել խուզարկության կարգի եւ վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների հիմքով։ Հակոբ Կոխյանը հրավիրվել էր ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում էր ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած վերջնաժամկետից ընդամենը 2 ժամ առաջ Պակիստանի միջնորդությամբ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության են եկել երկշաբաթյա ժամանակավոր հրադադարի շուրջ։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ ընդունել է հրադադարի պայմանները եւ ուրբաթ օրվանից Իսլամաբադում բանակցություններ կսկսի Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը իր հերթին հայտնել է, որ ձեռնպահ է մնում իրանական կամուրջներին եւ էլեկտրակայաններին հարվածելու սպառնալիքից։ Համաձայնության առանցքային պայմանը Իրանի կողմից Հորմուզի նեղուցի վերաբացումն է նավարկության համար։ Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել անվտանգ անցումը հաջորդ 14 օրերի ընթացքում իր զինված ուժերի համակարգմամբ։ Ու թեև բանակցություններն անցկացվել են Պակիստանում, Թրամփի խոսքով Չինաստանն է Իրանին դրդել համաձայնության։ Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ հրադադարը տարածվում է ամենուր, ներառյալ Լիբանանում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սակայն հստակեցրել է, որ թեև սատարում է Իրանի դեմ հարվածների դադարեցմանը, այն չի ներառում Լիբանանում Հեզբոլլահի դեմ մարտերը։ Իրանը ներկայացրել է հրադադարի վերջնական շրջանակը սահմանող ծրագիր, որը նախատեսում է հատուկ ներդրումային հիմնադրամի ստեղծում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ հակամարտության ընթացքում հասցված վնասները փոխհատուցելու համար։ Ըստ իրանական ֆարս գործակալության, Թեհրանը նաեւ մտադիր է ապագայում վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից այդ միջոցներն ուղղելով ավերված օբյեկտների վերականգնմանը։ Չնայած այս առաջարկներին Վաշինգտոնում իրավիճակը սրվել է։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ծանոթանալով Իրանի 10 կետանոց պատասխան
պատասխանին այն որակել է որպես աղետ եւ ձախողում, սակայն ակնկալվում է, որ կողմերը կհանդիպեն Իսլամաբադում կայանալիք բանակցություններում, որտեղ ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի փոխնախագահ J.D. Vance-ը, իսկ իրանականը խորհրդանի նախագահ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ 我们开展深入贯彻中央8项。 Չինաստանն էլ հայտարարել է, որ կշարունակի կառուցողական դերակատարում ունենալ տարածաշրջանում խաղաղության վերականգնման գործում։ Եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի առաջարկած 10 պայմանը, Գերագույն առաջնորդը թույլ չի տա ստորագրել համաձայնագիրը, հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակը։ Իրանը հաստատել է, որ Լիբանանը ցանկացած համաձայնության մաս է կազմում, իսկ Հեզբոլահը մի քանի ժամվա ընթացքում կհայտնի իր հստակ դիրքորոշումը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փորձել է պնդել, թե լիբանանյան ճակատը ներառված չէ համաձայնագրում, որպեսզի մեղմի արդյունքներից առաջացած շոկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ զինադադարի պայմանները շատ լավն են, սակայն չի բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։ Դուք չգիտեք, թե որոնք են այդ 10 կետերը, բայց ես գիտեմ, դրանք շատ լավ կետեր են, եւ դրանց մեծ մասը արդեն լիովին համաձայնեցված է։ Թրամփը նաև հերքել է Իրանի այն պնդումները, թե ԱՄՆ-ի պահանջները չափազանցված են։ Նա զգուշացրել է, եթե համաձայնագիրը պատշաճ կերպով չկատարվի, Վաշինգտոնը շատ հեշտությամբ կվերադառնա ռազմական գործողություններին։ Փորձագետները նկատել են, որ միայն այն փաստը, որ ԱՄՆ-ն հզորագույն բանակ ունի, դեռ չի նշանակում, թե նա կարող է իր պայմանները թելադրել մնացածին։ Արևմուտքը բանակցություններում հազվադեպ է պահել իր խոստումները, սակայն այս անգամ տարբերությունն այն է, որ Իրանն ի վիճակի էր պատասխանել իր դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի։ Ռուսական հետախուզության տվյալով Եվրամիությունն արդեն սկսել է գաղտնի ուսումնասիրել սեփական միջուկային զենքի արտադրության ներուժը զարգացնելու հնարավորությունը։ Ըստ աղբյուրի, միությունը ընտրել է վտանգավոր ուղի, որն ուղղված է դեպի արևելք նոր արշավի իրականացմանը։ Սա անխուսափելիորեն կխաթարի միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգը։ Նախատեսվում է պաշտոնապես ձևակերպել միջուկային զսպման համաեվրոպական սկզբունք, հիմնված ֆրանսիական եւ բրիտանական ռազմատեխնիկական ներուժի վրա։ Եվրամիության նպատակն է ստեղծել միջուկային ուժերի լիովին ինքնավար հրամանատարություն։ Հայտնի է, որ գերմանացի մասնագետներն ի վիճակի են ընդամենը մեկ ամսվա ընթացքում գաղտնի ստանալ միջուկային սարքի համար բավարար քանակությամբ զենքի պլուտոնիում։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը Բուդապեշտում իր լիակատար աջակցությունն է հայտնել գործող վարչապետ Վիկտոր Օրբանին Կիրակի կայանալիք ընտրություններից առաջ։ Նա կոչ է արել հունգարացիներին ընդդիմանալ Բրյուսելի բյուրոկրատներին եւ պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։ Vance-ը քննադատել է եվրոպական վերնախավի ձախակողմյան քաղաքականությունը, նշելով, որ այն ձախողվել է միգրացիայի հարցում եւ վտանգել էներգետիկ անվտանգությունը։ ԱՄՆ փոխնախագահը բարձր է գնահատել Օրբանին, նրան անվանելով խաղաղարար, ով պայքարում է ռուս-ուկրաինական հակամարտության լուծման համար։ Ըստ Վենսի, ընտրողները պետք է ընտրություն կատարեն Բրյուսելի թելադրանքի եւ ազգային ազատության միջև։ Միևնույն ժամանակ Հունգարիայի կառավարությունը մեղադրել է Բրյուսելին եւ Ուկրաինային ընտրություններին միջամտելու եւ ընդդիմությանը գաղտնի ֆինանսավորելու համար, ինչը ընդդիմությունը որակել է որպես զրպարտություն։ Մարսելոն վարորդները մտահոգվել են վառելիքի գնային սահմանաչափի հնարավոր վերացմամբ։ Քաղաքում արդեն մեքենաների հսկայական հերթեր են գոյացել, իսկ շատ լցակայաններում վառելիքն իսպառ վերացել է։ Առավելագույն շեմը բարձրացել է մինչև 2.25 եվրո 1 լիտրի համար։ Մարսելում եւ Ֆրանսիայի արևմտյան շրջաններում լցակայանների ավելի քան 40%-ը բախվել է վառելիքի դեֆիցիտի։ Թանկացումն ու դժվար հասանելիությունը շղթայական ազդեցություն կունենան սննդի գների եւ տրանսպորտային ծախսերի վրա։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ իսրայելական ուժերի ռազմական գործողությունների ֆոնին։